Կարծում եմ այն բոլորին հայտնի է արդեն եւ մթնոլորտը եւ իրավիճակը երկրում բոլորի սրտերում թույլ չի տալիս պարզապես որևէ այլ բանի մասին մտածել, մենք ցավում ենք, մենք սգում ենք, մենք վշտի մեջ ենք եւ միջոցառումը չի կարող այս պայդրությամբ կայանալ, անպայման այն անշուշտ տեղի կունենա, լրացուցիչ օրերս դրա մասին կհայտնվի, այսօր մենք կմասնակցենք սգվարարողություններին։ Միջոցառումը փաստորեն հետաձգվում է եւ կանցկացվի, պարոն Ծառուկյան։ Իհարկե անպայման կանցկացվի, մենք ասենք թե վաղը մյուս օր արդեն կայտարենք, որ պրոցեսով չէր կարելի, որ մենք ասենք թե միջոցառում անենք։ Օրեմ ես ասեմ Գյումրիամր իմ կարծիքով ես անընդհատ կապի մեջ եմ եւ քաղաքապետի հետ եւ Մարտուն Գրիգորյան եւ ոստիկանապետի հետ, եթե անհրաժեշտություն լինի, անմիջապես ես նույնպես այնտեղ կլինեմ այդ հարցերը կարգավորելու։ Դե հիմա ցանկացողները կարող են գնալ եկեղեցի մի հատ մոմ վառել, իսկ ասենք թե օրը արդեն մենք այս մոտորես կայտարարենք, ոչ մի բան չի փոխում, միայն ասենք թե լենական տեղ կապված հետաձգում ենք։ Ամեն ինչ պետք է ճիշտ անենք, լսելով ժողովրդի ձայնը, իրավիճակը, տիրապետելով ամենակարևորը պետք է ամեն ինչ տեղափոխել։ Շատ ճիշտ քայլ է։ Եկեք գնանք եկեղեցի մոմ վառենք։ Հա, բահեր։ Պարոն Ծառուկյան, իսկ իշխանությունների քայլերը այս դեպքերի հետ կապված ինչպես եք գնահատում։ Աջիկ ջան, ծրագրողի ջան, դա տարբեր մարդկանց հետ հացը դու ինչպես տալիս։ Ամեն մարդ իր հոգու առաջ, իր աշխատանքի առաջ իր պատասխանը պետք է տա։ Հիմա դա ամեն մեկը պետք է անի իր համար մտածելով իր հոգու առաջ, ժողովրդի առաջ իր քայլերը։ Գնացինք։